Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Արփինե Սարգսյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը։ Կարևորվել է թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը, նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, աջակցության համակարգերի կատարելագործման հեռանկարների, միջգերատեսչական և միջազգային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Մայիսի 22-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Օրակարգում ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, աջակցության համակարգերի կատարելագործման հեռանկարների, միջգերատեսչական և միջազգային համագործակցության զարգացման ուղիների քննարկումներ։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում արձանագրված արդյունքներին, առկա խնդիրներին և թիրախային լուծումների մշակման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է, ինչը փաստում է համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման մասին։ Նախարարի խոսքով դրական ցուցանիշների մեջ դեռևս կան խնդիրներ, որոնք համատեղ ջանքեր և համակարգային լուծում են պահանջում։ Իրավական հարթության և բովանդակային արձագանքի միջև հաճախ անհամադրություն կա։ Այսինքն մենք կարող ենք նկատել, որ իրավական բոլոր պրոցեսները շատ ճիշտ են, ամեն ինչ իդեալական կատարված է, բայց երբ որ զոհի տեսանկյունից ուզում ենք հասկանալ բովանդակային արձագանքը ճիշտ ժամկետում կամ ճիշտ տրամաբանությամբ է տրված թե ոչ, նկատում ենք, որ դեռ չենք հասել այնտեղ, երբ որ իրավական ընթացակարգերը եւ բովանդակային արձագանքը շատ ճիշտ ներդաշնակեցված են եւ տալիս են այն արդյունքը, որը որ մենք ուզում ենք ունենալ այս տեսանկյունից։ Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի աջակցությամբ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգման համակարգում SafeU հավելվածի ինտեգրումը։ Նրա խոսքով ոստիկանությունը զգալի ահազանգեր է ստանում հենց այդ հարթակի միջոցով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքացիներն այն ընկալում են որպես պետության հետ կապ հաստատելու լրացուցիչ եւ հասանելի խողովակ։ Բոլոր դեպքերը, որոնք հանրային են դարձել, հետո գտնվել են մարդիկ, որ ասել են, հա, ես տարիներ շարունակ գիտեի, որ սենց է։ Ես տենց էլ գիտեի, որ սենց է լինելու, ոնց անենք, որ այդ մարդիկ, ովքեր որ իսկապես գիտեն դեպքերի մասին, կան դիմեն սոցծառայություններին, դիմեն իրավապահներին։ Մեր հասարակությունը փոխվել է։ Հիշում եմ մեր ժողականությունից, որ այն ժամանակ ընդհանրապես դա տաբու էր եւ ասում են, ինչ խնդիր, մենք չունենք կարել։ Այսօր ասում են, չէ, խնդիրն ունենք, լավ չէ արձագանք։ Այո։ Այսինքն ես այդ գիտակցության որակական փոփոխությունը տեսնում եմ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ և համաժամանակյա համագործակցության արդյունքում արդեն արձանագրվել են դրական տեղաշարժեր։ Ընդգծվել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բավականին առաջադեմ է, սակայն դեռևս անհրաժեշտ է կատարելագործել կիրառական պրակտիկան, մասնագիտական ուղղորդումն ու պատշաճ հաղորդակցությունը։ Տարբեր անգամ միջազգային գնահատումների շրջանակներում մենք ունենք անհամեմատ ավելի լավ օրենսդրություն, քան դրա կիրառման պրակտիկաներ։ Եվ այստեղ մենք ունենում ենք խնդիրներ թե մարդ ռեսուրսների հետ, թե մասնագիտական մոտեցումների հետ, թե երբեմն համագործակցության եւ ուղղորդման հետ, որոշ դեպքերում միգուցե օրինակ սոցիալական աշխատողը շատ լավ իր գործը անում է, ոստիկանը իր գործը անում է, քննչական այդ ամեն ինչը փոխանցում է, բայց այդ կապի բացակայությունը ինչ որ միտեղ խզում է առաջացնում, որի հետևանքով մենք չենք կարողանում ունենալ այն դրական եւ ցանկալի արդյունքը, որը որ պետք կլիներ կոնկրետ դեպքերով, որոնք եւ աղմուկ են բարձրացնում եւ հետևանք են առաջացնում։ Եթե այլ հանցագործությունների դեպքում մենք կարիք չունենք միգուցե հասկանալու ամբողջ դինամիզմը,
հանցագործության, ընտանեկան բռնության դեպքում, սեռական բռնության դեպքում մենք ունենք այստեղ հսկայական նախապատմություն, որը մասնագետը անհրաժեշտ է գնահատի, հասկանա։ Անդրադարձ է կատարվել նաև կրթական բաղադրիչի եւ մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությանը։ Ընդգծվել է, որ ռելևանտ պետական մարմինների ծառայողները պետք է կարողանան հարմարվել նոր իրողություններին ոչ միայն տեսական գիտելիքների ամրապնդման, այլև արձագանքման նոր մշակույթի ձևավորման միջոցով։ Կարևորվել է նույն արժեքային եւ մասնագիտական լեզվով հաղորդակցվելու անհրաժեշտությունը։ Մենք կարող ենք այս աշխատանքների ներկայացման եւ մեր փորձի փոխանակման տեսանկյունից դառնալ որպես օրինակելի երկիր առնվազն տարածաշրջանում, սկսած կանխարգելիչ աշխատանքների հիմնումից մինչև արդեն ծառայություններ, մինչև թվայնացում։ Մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հոգեբանական աջակցության բաղադրիչին եւ դրա կարեւորությանը, թե բռնության ենթարկված անձանց, թե ոլորտի մասնագետների համար։ Նշվել է, որ արձագանքը չպետք է սահմանափակվի միայն իրավական գործընթացներով, կարևոր է նաեւ տուժողի հետ վստահության եւ էմոցիոնալ կապի ձևավորումը, որպեսզի նա զգա, որ պետությունն իր կողքին է։ Քննարկվել են նաեւ ոլորտի աշխատակիցների հոգեբանական կայունության, մասնագիտական այրման կանխարգելման վերաբերյալ հարցեր։ Ընդգծվել է, որ նման դեպքերի հետ աշխատող մասնագետները եւս ունեն աջակցության եւ հոգեբանական վերականգնման կարիք։ Ինչ է արվում ոստիկանության համար, ինչ որ ինքնախնամքի տեսանկյունից էլի, քանի որ 24/7 աշխատում են, եթե մենք, չգիտեմ, թեժքից ենք վարում եւ այլն, իրենք ֆիզիկապես են ներգրավում նաեւ։ Առօրյա աշխատանքում այդքան միջադեպերի ականատես լինել, այդքան անձանց հետ շփվել շատ դժվար է իրականում։ Ինստիտուցիոնալ նոր լուծման ներդրումը պիտի որ թույլ տա մեզ ավելի լավ process ունենալու։ Մասնակիցները հանդես են եկել ոլորտի լավարկման ուղղված մի շարք առաջարկներով, ընդգծելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, արձագանքման միասնական մեխանիզմների ներդրման, վերապատրաստումների ընդլայնման եւ քաղաքացիակենտրոն մոտեցումների առավել արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ պետության առաջնահերթ նպատակը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելն է։ Վստահ եմ, որ ինչպես մինչև այս պահը փոքր թեկուզ եւ քայլերով հաջողել ենք արդյունքներ ունենք, նույն հետևողականությամբ շարժվելու պայմաններում կկարողանանք նոր արդյունքներ ունենալ եւ ճիշտ կառուցակարգեր երաշխավորենք մեր պետությունում բնակվող ցանկացած քաղաքացու համար։ Նման օրինակ ձևաչափով հանդիպումները շարունակական են, միտված ոլորտային խնդիրների վերհանմանն ու համակարգային արդյունավետ լուծումների մշակմանը։ Եթե անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ցանկանում է ժամանել եւ մասնակցել քվեարկությանը, ինչ պետք է անի։ Երկու կարևոր գործողություն ունի իրականացնելու տվյալ անձը։ Պետք է ստուգի իր հաշվառումը, պետք է ստուգի իր անձնագրի վավերականության ժամկետը, կամ պարզապես անհրաժեշտ է ստուգել նախնական ցուցակները, որոնք արդեն հրապարակված են։ Եթե անձը չի հայտնաբերի իր տվյալները նախնական ցուցակներում, ապա կամ հաշվառման խնդիրն է պետք կարգավորել, կամ անձնագրի։ Երկու դեպքում էլ արդեն գործելու ժամանակն է։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազգային ժողովի ընտրությունների դեպքում ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից։ Ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում եւ փոխլրացնում են հանրային անվտանգության եւ հանրային առողջապահության բաղադրիչները, ապահովելով խնդրի առավել ամբողջական եւ համակարգային հասցեագրում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտարկող եւ գնահատող միջգերատեսչական խորհրդի նիստը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ղեկավար կազմն ու միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, այդ թվում
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում եւ փոխլրացվում են հանրային անվտանգության եւ հանրային առողջապահության բաղադրիչները, ապահովելով խնդրի առավել ամբողջական եւ համակարգային հասցեագրում։ Անդրադառնալով կատարված աշխատանքներին Արփինե Սարգսյանը նշել է, որ մի շարք ուղղություններով առաջընթաց կա, բայց կարևոր է միջոցառումների բովանդակության ամբողջ ծավալով իրականացման տեմպերը գնահատելով ոչ գոհացուցիչ։ Կարևորելով միջոցառումների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վրա կենտրոնանալը, նախարարն ընդգծել է ըստ լուծման ուղղությունների յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող արդյունքների հստակեցման անհրաժեշտությունը։ Նախարարը նշել է, որ իրական պատկերի գնահատման եւ համակարգված առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ է շահագրգիռ գերատեսչությունների միջև կառուցողական համագործակցություն։ Այդ համատեքստում անդրադառնալով հասարակական կազմակերպությունների դերակատարմանը, Արփինե Սարգսյանը նշել է, որ ռազմավարությամբ սահմանված արդյունքներին հասնելու համար կարևոր նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների նախաձեռնողականությունը։ Կարևորվել է նաև բնակչության իրազեկման բաղադրիչը։ Խորհուրդն արձանագրել է, որ իրականացվող միջոցառումները դեռևս լիարժեք չեն համապատասխանում ռազմավարությամբ սահմանված բովանդակային պահանջներին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել իրազեկման ձևաչափերը, դրանք դարձնելով առավել բազմաշերտ, գործնական եւ տարբեր թիրախային խմբերի համար հասանելի։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է ներքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքը, ընդգծելով, որ իրազեկման միջոցառումները չպետք է սահմանափակվեն միայն հանցավորության կանխարգելման բաղադրիչով, այլ պետք է ներառեն նաեւ առողջապահական, կրթական ուղղությունները, պետք է հաշվի առնել զինված ուժերի փակ հաստատությունների առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրազեկման միջոցառումների բովանդակության եւ մեթոդաբանության մշակման գործընթացում ներգրավել համապատասխան մասնագիտական ներուժ, այդ թվում հոգեբանների, սահմանվել է վերջնաժամկետ։ Անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քրեական վարույթների ընթացքին դրանց արդյունավետության գնահատմանը։ Խորհուրդն արձանագրել է, որ պետք է վերլուծվեն 2025-2026 թվականների քրեական վարույթների վիճակագրական պատկերը արդյունավետության գնահատման վերաբերյալ կոնկրետ եւ թիրախային վերլուծությունների հանգելու համար։ Քննարկվել է իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրվածության ընթացքին վերաբերող հարցեր։ Ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցված աշխատանքը։ Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև 6 ամսով, եւ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան 6 ամսով։ Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում եւ միանգամից քվեարկության օրը հունիսի 7-ին ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը եւ դա պետք է անել արդեն այսօր։ Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել։ Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել եւ տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց այստեղ կա նաեւ երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն եւ երբևէ դեռևս չի անձնագրավորվել։ Պետք է խնդրենք մինչեւ քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից, քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ընթացիկ փուլին, կենսաչափական համակարգի ներդրմանը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում թվայնացման գործընթացին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մայիսի 26-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարտիսալու-Կահարին։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ընթացիկ փուլին, կենսաչափական համակարգի ներդրման
կառավարմանը, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում թվայնացման գործընթացին։ Անդրադառնալով կրթական բաղադրիչին Արմեն Ղազարյանը նշել է, որ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների եւ փրկարարների մասնագիտացմանը զուգահեռ նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր միջազգային լավագույն փորձի եւ ժամանակակից մեթոդաբանությունների հիման վրա։ Նրա խոսքով այդ գործընթացում ուսումնական ծրագրերի մշակման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ Հայաստանը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում էստոնական փորձագիտական աջակցության ներգրավմամբ։ Դեսպան Մարգե Մարտիսալուկահարը վերահաստատել է Էստոնիայի պատրաստակամությունը շարունակելու գործուն աջակցությունը ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում իրականացվող բարեփոխումներին, կարևորելով փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը եւ թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը, կողմերը վերահաստատել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Ինչպես կարող է մահացած անձի անուն ազգանունը մնալ ցուցակներում։ Այս հարցին իհարկե բազմիցս անդրադարձել ենք, սակայն կրկնեմ եւս մեկ անգամ։ Եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա լիազոր մարմինը չի ստանում մահվան վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչև հարազատները, ընտանիքի անդամները չեն դիմում լիազոր մարմնին կամ քաղաքացիության ակտերի գրանցման գործակալություն կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Եթե հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ ցուցակներում, անպայման դիմեք մեզ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ կատարված հանրային կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի առկա բնակչություն հետազոտության արդյունքներով ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կրկին բարձրացել է։ Քաղաքացիների գոհունակության ցուցանիշով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է նաև պահպանել առաջատար դիրքերը իրավապահ մարմինների շարքում։ Հետազոտության տվյալների համաձայն 2026 թվականի մայիսի դրությամբ հարցմանը մասնակցած անձանց 68%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ոստիկանության աշխատանքից։ Նվազել է ոստիկանությունից դժգոհող քաղաքացիների թիվը, հասնելով 28%-ի։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ, ինչը ներկայացնում է հանրապետության տարբեր բնակավայրերի բնակչության կարծիքը։ Եթե վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանը դրական է, կարողանալու է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին, քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է հավաքին մասնակցելուն հարկադրել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել է, պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Մայիսի 26-ին Լոռու մարզում անցկացվել է ջրհեղեղի ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը նվիրված հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ Սցենարային տարբեր իրավիճակներում ուսումնավարժության մասնակիցները ամրապնդել են բնակչության պաշտպանության միջոցառումների արդյունավետ կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ կարողությունները։ Մայիսի 26-ին Լոռու մարզում անցկացվեց ջրհեղեղի ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը նվիրված հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ Մեկնարկը տրվեց Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքում, որտեղ ուսումնավարժության շտաբի կողմից ներկայացվեց օպերատիվ իրավիճակը։ Ըստ խաղարկային սցենարի, Դեբետ, Աղստև, Ձորագետ եւ Տաշիր գետերի վարարման հետևանքով վնասվել էին ենթակառուցվածքները, Ալավերդի համայնքի հետ կապը կտրվել էր։ Ձևավորված աշխատանքային մթնոլորտը հիշեցնում էր 2024 թվականին Լոռու եւ Տավուշի մարզերում Դեբետ, Աղստև եւ Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակի կառավարման գործընթացը։ Հերավար ձևաչափով քննարկմանը միացավ եւ Ալավերդի համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվեց համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը։ Ուսումնավարժության մասնակիցներն ըստ համակարգման ոլորտների ներկայացրեցին իրականացվելիք գործողությունները, անդրադառնալով կապի ապահովմանը, բուժօգնության կազմակերպմանը, հանրային իրազեկմանը, ուժերի եւ տեխնիկական միջոցների բաշխմանը։ Տեսական քննարկումներից հետո ուսումնավարժությունը տեղափոխվեց գործնական փուլ։
Խաղարկային իրավիճակներում փրկարական ծառայողների եւ ներգրաված այլ ուժերի աշխատանքին հետևում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։ Ըստ առաջին իրավիճակի, Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը քանդվել էր։ Հարակից տարածքները ջրածածկ էին, բնակավայրերը մեկուսացած։ Փրկարար ծառայությունն անցել էր ուժեղացված ծառայության։ Անհրաժեշտ էր այլընտրանքային ճանապարհով տարհանել բնակիչներին, նաև տեղափոխել առաջին անհրաժեշտության պարագաներ։ Գետանցման ժամանակ ուժերը համակարգված են, բայց հիմնական դժվարությունը դա սկզբնական փուլում է, քանի որ տեղանքի խնդիր է առաջանում, պարանների տեղափոխման խնդիր է առաջանում, ամրացման խնդիր է առաջանում։ Մեր փրկարարները իրենց գործը լավ գիտեն եւ շատ պաշտ ձևով կատարում են իրենց գործողությունը։ Հաջորդ սցենարային իրավիճակում ջրալցվել էին մի շարք շենքեր, կային արգելափակված քաղաքացիներ։ Ծառայողները փրկարարական տեխնիկայի միջոցով տարհանեցին բնակիչներին եւ տեղափոխեցին անվտանգ գոտի։ Երրորդ սցենարային իրավիճակում Ալավերդի համայնքի բնակիչներն ահազանգել էին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդել տարածքում զգացվող հոտի մասին։ Քիմիական աղտոտվածության գոտում վտանգի հնարավոր աղբյուրը եւ դրա տարածման մասշտաբը գնահատելու նպատակով քիմիական հետախուզական եւ արձագանքման խմբերն իրականացրեցին մշտադիտարկման ու նմուշարման աշխատանքներ։ Կարևորել է ուսումնավարժությունների դերը, փրկարար ծառայությունը մշտապես անցկացնել է ուսումնական վարժանքներ, դասընթացներ, որպեսզի համագործակցության մակարդակը առավել բարձր լինի եւ միաժամանակ մեր կարողությունները առավել բարձր լինեն, հնարավորինս արագ արձագանքելու եւ վտանգավոր հետևանքները մեղմելու համար մեր ցանկությունն է, որ այն ամենը, ինչ մենք տեսանք եւ ինչ կատարվեց, մնա բացառապես որպես ուսումնավարժություն։ Ուսումնավարժությունը թույլ տվեց ստուգելու եւ փորձարկելու Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում գործելու եւ Ալավերդի համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանների կիրառելիությունը, ինչպես նաեւ ամրապնդելու ջրհեղեղի պայմաններում բնակչության պաշտպանության միջոցառումների արդյունավետ կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ կարողությունները։ Եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ մարդու տվյալներ, ինչ անել։ Տվյալ պարագայում անպայման պետք է դիմել ոլորտի լիազոր մարմին, միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե այդ հաշվառումը պահպանված է դեռևս վաղուց, գուցե տվյալ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի կողմից կատարված հաշվառում է։ Մենք իրավիճակը շատ արագ անմիջապես կշտկենք։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։